Պարոն Թորոսյան։ Ալիա կարճ արձագանք եւ մի հավելում էլ անեմ, որ մենք հիշենք սրա մասին, պարոն փոխվարչապետ, շնորհակալություն նախ Տիկին Ավանեսյան, հոգեբուժականի մասով գիտեմ, նույնիսկ գիտեմ, որ կենտրոնի համար է դա հիմնականում նախատեսված, բայց մրցակցային առավելություններից խոսելիս մենք միշտ պետք է հիշենք, որ պետական բժշկական հաստատությունները, բոլոր պետական հիմնարկները իրենց գնումները կատարում են գնումների մասին օրենքի համաձայն, որը իրենց հաճախ դնում է ոչ մրցակցային պայմանների մեջ մասնավորի հետ, այդ պետքա միշտ մտքում ունենանք, որտեղ մասնավորը կարող է արագ ուղիղ ներկրումներ անի դրսից, արագ ձեռքբերումներ անի, իսկ մենք հաճախ ստիպված ենք լինում այդ ամեն ինչ process-ների միջով անցնել եւ նաեւ երբեմն դրանով է պայմանավորված, որ մասնավորը այնուամենայնիվ ավելի արագ է զարգանում, քան պետականը, թեև երկուսն է զարգանում են։ Պարոն Թորոսյան, մենք նաեւ վերջին տարիների ընթացքում կաշկանդված չենք եղել, եթե տեսնում ենք, որ որևէ կարգավորում խելամտորեն պետք է բարելավի, լավարկվի, որ ծառայությունների որակը լինի համապատասխանաբար ավելի բարձր, ապա դրանք քննարկենք ֆինանսների նախարարության հետ եւ կայացնենք համապատասխան որոշումներ։ Եվ այդ տեսանկյունից պետք է նշեմ, որ այլ ուղղություններով վերջին տարվա ընթացքում մեծ ծավալի աշխատանք է կատարվել, հիմա մանրամասների մասին չեմ ուզում խոսել, բայց կարող եմ վստահեցնել, որ եթե այդ խնդիրները կոնկրետ դեպքերում ձևակերպված են եւ եթե հիմնավորված է թե ինչու պետք է առանձին դեպքերում ավելի ճկուն լինելու հնարավորություն տալ կառավարիչներին, ապա դրանք արձագանք են գտնում եւ համապատասխան լուծումներ են ստանում։ Ես առաջարկում եմ, որ Տիկին Ավանեսյան, եթե կան այն երևույթները, որ պարոն Թորոսյանն նշեց, եթե դա այդպիսի ճկունության ավելացումը պետք է նպաստի, որ ծառայությունները լինեն ավելի որակյալ, բնականաբար պահպանելով թափանցիկության եւ հաշվետու լինելու անհրաժեշտ ընթացակարգերը, ապա դրանք աշխատանքային կարգով քննարկվեն ֆինանսների նախարարության հետ եւ բերվեն այն առաջարկները, որոնք կօգնեն հարցի լուծմանը։ Պարոն Ավանեսյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան, ես ուզում եմ ասեմ, որ գնումների օրենքը ստեղծված է նրա համար, որպեսզի մենք գնումները ավելի արդյունավետ եւ քիչ ծախսով եւ հաշվետու ձևով իրականացնենք։ Եվ լրացնելով պարոն Խաչատրյանի ասածը, ուզում ասեմ, որ եթե որևէ ձև սա չի, այսինքն դա տեղի չունի իրական կյանքում, մենք պատրաստ ենք քննարկել եւ պատրաստ ենք փոփոխության ենթարկել եւ հենց այդ պատճառով է, որ վերջին տարիներին մեր կուտակած փորձը հանգեցրել է նրան, որ մենք 5 մեծ փաթեթով փոփոխություններ ենք իրականացնում գնումների մասին օրենքում եւ որը ուժի մեջ կմտնի 27 թվականի հունվարի 1-ից եւ հուսով եմ, որ այդ ճկունության հետ կապված հարցերը նաեւ մեծապես կլուծվեն, թեև ի տարբերություն մասնավոր ընկերությունների, որոնք բաժնետիրական ընկերություններ չեն, պետական մարմինները նաեւ հանրային ռեսուրս ծախսելով նաեւ հաշվետվականության որոշակի պահանջներ ունեն, որոնք պետքա մենք ապահովենք, որը ինչ որ դեպքերում կարող է նաև այո համաձայնեմ, որ ստեղծի հավելյալ վարչարարության կամ գործընթացների բարդացման խնդիրներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ավանեսյան, Տիկին Ավանեսյան։ Ուղղակի մի փոքր լրացում անեմ, պարոն Խաչատրյան, որ այո, առողջության ապահովագրության ներդրմամբ մենք նաև հիմա աշխատում ենք եւ որոշակի փաթեթ մեր գործընկերներին կներկայացնենք, որովհետեւ ըստ էության մենք ապահովագրության շրջանակներում նույն հնարավորություն ենք տվել անձին մեր փոխհատուցման գնից առավել թանկ ուրեմն օրինակ էնդոպրոթեզ կամ այլ պարագաներ դեղորայք ընտրելու պարագայում իրականացնել համավճար եւ ունենալ ընտրության հնարավորություն։ Եվ այստեղ մեր այս գնումների օրենքով բժշկական կենտրոնները կարողանում են մեկ քիմիական անվանումով կամ մեկ տեսակի ապրանքից միայն մեկ ձևաչափը գնել։ Մենք նախապատրաստում ենք, աշխատում ենք փաթեթի վրա, գործընկերների հետ կքննարկենք եւ իհարկե պահպանելով թափանցիկ եւ նաև արդյունավետության սկզբունքները առաջարկով հանդես կգանք։ Շատ լավ։ Այլ դիտարկումներ չկան, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ նախագծի հաստատմանը։ Դեմ չունենք, նախագիծը հաստատված է։